Արարատի մարզի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին խոնարհված ու վերականգնվող եկեղեցում աղոթք հնչեց, խաղողորմեկ կատարվեց։ Այս սրբավայրի մասին հստակ տեղեկությունները շատ չեն, հայտնի է, որ 1890-ականներին գործող եկեղեցի է եղել։ 4 տարի առաջ Վաչե Թոփուզյանը նախաձեռնել է եկեղեցու պատմական շերտերի ուսումնասիրման ու վերականգնման աշխատանքները։ Նրա շուրջ մեկտեղվել են համախոհներ, հարազատներ։ Նպատակը որ ժողովրդի ոտքը արդեն ետ վարժվի թեպի եկեղեցու բակ։ Այո, տարիները վեր տեսնում են վերականգնվում է, քարի վրա ավելանում է։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում աղոթքի են կանգնել Ղուկասավանի ու շրջակա գյուղերի բնակիչներ։ Խաղողորմեկ կատարեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Խոնարհված, բայց վերականգնվող եկեղեցում աղոթքի կանգնելը խորհրդանշական է, անկում ու հնարավորություն վերելքի, ասաց Սրբազան հայրը։ Նա երախտագիտություն հայտնեց մարդկանց, որոնք նախանձախնդիր են եկեղեցու վերականգնման գործում։ Իսկապես Ղուկասավանը արժանի է, դուք արժանի եք ունենաք այսպիսի հրաշալի տաճար, որ մեր նախնիներն են կառուցել, ունենաք վերականգնած, որպեսզի լինի ձեզ համար աղոթքի տուն։ Եվ ես աղոթում եմ եւ հույս ունեմ մեծ, որ այս տաճարը առաջիկայում Աստծո օգնությամբ, ձեր համագործակցությամբ ուրեմն իր դռները կբացի, վերականգնված, իր հոգևոր շքեղությամբ։ Այս տարածքում հնագիտական աշխատանքներ են տարել Արտակ Գնունին եւ Լևոն Մկրտչյանը, վերականգնման նախագիծը հեղինակել է ճարտարապետ Ամիրան Բադիշյանը, նախագծի վերահսկման աշխատանքներ է տարել Կարեգին Կնյազյանը։ Ղուկասավանը Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանի հովվության ներքո է։ Ամեն եկեղեցի որ կառուցվում կամ վերակառուցվում է, քարեղեն նյութեղեն տաճարի զուգահեռ կամ նյութեղեն տաճարից առաջ պիտի հոգևոր եկեղեցին կառուցվի եւ կարծում եմ ես հենց այդ նպատակին էր ծառայում, այսինքն այս համայնքում, այս գյուղում հոգևոր եկեղեցի կառուցելու, այսինքն տաճարը աղոթքով լցնելու, հոգևոր մթնոլորտով լցնելու։ Եկեղեցին կառուցվում է, այսպես ասեմ, կոպեկ առ կոպեկ, այսինքն ամեն փուլում Աստված հասցնում է եւ բոլոր բարի գործերը այդպես են։ Ուղղակի մարդիկ նախաձեռնել են իրենց կարողություններով, իրենց հավատքով, իրենց նվիրումով, իրենց աղոթքով եւ Աստված էլ օրորի վրա, ուրեմն այդ ամեն միջոցները, ամեն դռներ, այսպես կարելի ասել, բացում է եւ եկեղեցու շինարարությունը մեր աչքերի առաջ ուղղակի առաջ է գնում։ Տեղաբնակականատեսները պատմում են, թե ինչպիսին էր եկեղեցին խորհրդային տարիներին։ Երեխաժամանակ նրանք տեսել են սրբավայրի պահեստի վերածվելը, հիմա ուզում են Սուրբ Մարիամ Աստվածածինը տեսնել կանգուն եւ վերահսկված։ Իմ նպատակն է, որ հասցնեմ այն նպատակին, որ եկեղեցին աշխատի, ունենանք մեր հնությունը, ասենք մեր երեխեքի, մեր թոռների համար։ Ասենք հերս նանդամ ներսում ա եղել, որ փլվել է իմ հոր վրա մի հատ արյան հետք չի եղել։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։